ներկայացուցան շենքին։ Երևի 6-րդ անգամ է, որ դատարանը մերժում է 3-րդ անձ ներգրավելու դիմումը։ Կրկնում եմ, 6-րդ անգամ է, որ դատարանը մերժում է 3-րդ անձ ներգրավելու մեր դիմումը։ Բոլորիդ համար արդեն հայտնի է, որ գործը քննվում է, խոսքը վերաբերում է գլխավոր դատախազության կողմից Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ներկայացված Արցախի ներկայացության սեփականության իրավունքի պետական գրանցումը անվավեր համարելու վերաբերյալ վարչական գործի։ Գործը քննվում է դատարանի վարչական դատարանի նորանշանակ նախագահ Կարեն Զարիկյանի կողմից։ Մենք ունենք սեփականության իրավունքի պետական գրանցում։ Սեփականության իրավունքի պետական գրանցման հիման վրա Արցախի Հանրապետության կառավարությանը տրվել է սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական։ Մենք ունենք այդ վկայական եւ այդ վկայականը ես բազմիցս հրապարակել եմ իմ Facebook-յան էջերում։ Եվ այդ վկայականում հստակ արտացոլված է, որ գրանցված իրավունքի սուբյեկտ է համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, այսինքն որպես սեփականատեր նշված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը։ Սեփականության իրավունքի վկայական կարծում եմ բոլորդ ունեք, դա ձեր իրավահաստատող փաստաթուղթն է։ Եվ այդտեղ նշված է օրինակ ձեր անուն ազգանունը եւ դուք հանդիսանում եք այդ սեփականության իրավունքի վկայականի եւ պետական գրանցման ուժով այդ անշարժ գույքի սեփականատեր։ Եվ այս պայդրությամբ այս շենքը, որտեղ մենք գտնվում ենք, սա հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սեփականությունը։ Ընդ որում այս սեփականությունը գրանցել է Հայաստանի Հանրապետությունը, ոչ թե Արցախի Հանրապետությունը։ Այսինքն Հայաստանի Հանրապետության լիազոր եւ իրավասու մարմինը կատարել է սեփականության իրավունքի բացում ներկայացության շենքի նկատմամբ։ Դատախազությունը այս հանգամանքը վիճարկում է։ Դիմել է դատարան, դա իր իրավունքն է, պետության շահերի պաշտպանության իր սահմանադրական լիազորությունն է իրականացնում եւ դիմել է դատարան, պայման որքանով է իրավաչափ դա դնեք մի կողմ։ Ունի այդպիսի լիազորություն, թե ոչ, այո ունի։ Դիմել է դատարան վիճարկելով սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Եւ այս պարագայում վարչական դատարանին այլընտրանք չունի եւ վարչական դատարանը պարտավոր է այդ վարչական գործի մասնակից դարձնել գրանցված սեփականատիրոջը, որպիսին հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը։ Ընդ որում, այստեղ մեր միջնորդությունը ներկայացնելու անհրաժեշտությունն անգամ բացակայում է։ Դատարանը հայցադիմը վարույթ ընդունելու փուլում այս հարցին պետք է անդրադառնալ եւ գրանցված իրավատիրոջը, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը ներգրավել որպես երրորդ անձ։ Նկատելով, որ դատարանը այս գործողությունը չի ձեռնարկում, ես արդեն միջնորդություն եմ հասցեագրել դատարանին։ Մեկ անգամ կառավարության անունից, մյուս անգամ կառավարության իդեմս Արցախի Հանրապետության անունից, երրորդ անգամ Արցախի Հանրապետության անունից, տարբեր լիազորագրեր դատարանին ներկայացնելով եւ այդ կապակցության դատարանի մերժումները վերաքննիչ դատյան բողոքարկելով։ Ինչ է ստացվում, ինչ է արձանագրում դատավոր Զարիկյանը։ Դատարանն արձանագրում է, որ 2025 թվականի դեկտեմբերի 29-ին ներկայացված միջնորդությունով որպես երրորդ անձ ներգրավելու ենթակա սուբյեկտ նշված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը։ Մինչդեռ միջնորդությունը չի բովանդակում օրենսգրքի 19-րդ հոդվածի առաջին մասում թվարկված սուբյեկտներից որևէ մեկի հետ նույնականացվող տվյալներ։ Միջնորդությունը ընդհանրապես չի պարունակում դիմողին սուբյեկտին նույնականացնող որևէ տվյալ։ Ինչ է ասում վարչական դատարան, դատարան ասում է, ես այդպիսի սուբյեկտ չեմ ճանաչում։ Այդպիսի սուբյեկտ գոյություն չունի։ Լավ, մենք դատարանին գրել ենք, ասում ենք, ով է գրանցված իրավատերը, սեփականության վկայականով, ով որ հանդիսանում է սեփականության իրավունքի գրանցման իրավատեր, հասցեատեր, նրան էլ ներգրավեք որպես երրորդ անձ։ Բայց դատարանը տեսնելով, որ այդտեղ նշված է ԼՂ կառավարության անունը, ոչ Արցախի Հանրապետության է սուբյեկտ համարում, ոչ էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը։ Հիմա ինչ հետևանքներ է դա մեր մոտ առաջացնում։ Մենք զրկում ենք մեր լսված լինելու իրավունքից։ Մենք զրկում ենք վարչական դատավարությանը մասնակցելու մեր իրավունքից։ Պետությունը զրկում է վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով իր դիրքորոշումը արտահայտելու իրավունքից։ Իհարկե, այսա քիչ հետո կանդրադառնամ նաև դրան։ Ըստ այդմ մենք զրկված ենք մեր դիրքորոշումը ներկայացնելուց։ Հիմա եթե օրինակ դատախազությունը ներկայացրել է հայց, դատարանը պետք է ապահովի այդ հավասարությունն ու մրցակցությունը եւ այս պարագայում դատարանը պետք է լսի նաեւ մեզ։ Մենք չենք կարողանում մեր դիրքորոշումը ներկայացնել։ Չենք կարող անգամ որևէ փաստաթուղթ ներկայացնել։ Սկզբում դիրքորոշումներ էին տարածում իբր այդ շենք հանդիսանում գրավի առարկա, դրա հիմքով դատարանը դիմել, հետո չգիտեմ ինչեր էին տարածում, բայց ես լուսաբանեցի բոլոր տեսակ անգամ կադաստրի պատասխանը, որ այդ շենքը չի հանդիսանում գրավի առարկա։ Եվ այս պահի դրությամբ մենք չունենք մեր դիրքորոշումը արտահայտելու հնարավորություն եւ չունենք անգամ որևէ փաստաթուղթ դատարանի ներկայացնելու հնարավորություն։ Հիմա շարունակությունը, ինչու են այսպես անում։ Որովհետև եթե դատավոր Զարիկյանը կայացրեց հայցը բավարարելու վերաբերյալ վճիռ, ես էլ որևիցե ձև դա չեմ կարողանալու բողոքարկել։
Ընդհանրապես որևիցե ձև չեմ ես զրկվելու եմ վերաքննիչ դատարան դիմելու հնարավորությունից, իսկ վերաքննիչի ենթադրյալ որոշումներ վճռաբեկ դատարան բողոքարկելու իմ իրավունքից։ Այսինքն ինչ Զարիկյանը որոշեց, դա էլ մնալու է այդպես, որովհետև ինքը ինձ սուբյեկտ չի ներգրավում։ Ինձ ասելով նկատի ունեմ Արցախյան հանրապետության։ Կամ էլ գրանցված իրավատիրոջը, ամփոփ ասած, քննվում է անձին սեփականազրկելու վերաբերյալ հարց, առանց այդ անձին մասնակից դարձնելու։ Այդ նույն տրամաբանությամբ կարող են բոլորը սեփականազրկվել։ Հիմա դատարանն այդպես է գտնում, ասում է դուք սուբյեկտ չեք։ Ես երրորդ անձ չեմ, զրկում եմ բողոքարկել։ Հայ իհարկե մենք բողոքարկելու ենք հենց այդ մասով, բայց այնուամենայնիվ մենք զրկում ենք մեր դիրքորոշումները ներկայացնելու հնարավորությունից եւ հնարավոր դատական ակտը բողոքարկելու հնարավորությունից։ Եվ մայիսի 22-ին կայացվելու է սրա վերաբերյալ վերջնական դատական ակտը։ Ընդ որում հենց այս հայցադիմը վարույթ ընդունելու փուլում մենք արձանագրել ենք տարբեր խնդիրներ, մենք նշել ենք, որ դատախազության հայցը ակնհայտ անհիմն է, դուք չեք պատկերացնում, անգամ ես մի քանի անգամ իմ ելույթներում եւ անգամ Facebook-յան գրառումներում հիմնավորել եմ ինչու է դատախազությունը գիտեք ինչ է ասում։ Ասում է այն ժամանակ, երբ որ Ռոբերտ Քոչարյանի կողմից կայացվել է այս շենքը Արցախյան հանրապետությանը օտարելու կամ անհատույց օտարելու վերաբերյալ կառավարության որոշում, այդ կառավարության որոշման հիման վրա կատարվել է սեփականության գրանցում, նվիրատվության պայմանագիր չի կնքվել։ Դատախազությունը անգամ մեջբերում է այնպիսի իրավական ակտեր, որոնք իրավահարաբերության պահին գոյություն չեն ունեցել, որովհետև այդ որոշումը կայացնելու պահին գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքը անգամ ուժի մեջ չէր մտել Քոչարյանի որոշումը կայացնելու պահին։ Այդ ժամանակ անգամ այդ օրենքը չի եղել, բայց դատախազությունը հողում է կատարում այդ օրենքին։ Ասում է նվիրատվության պայմանագիր, քանի որ չկա, ուստի այս շենքը չի կարող համարվել օրինական։ Չգիտեմ, հանրության մոտ տարածված այնպիսի մի տեղեկություն իբրև անօրինական ճանապարհով է շենքը ձեռք բերվել եւ այլն, բայց այդ ընդհանրապես դատախազության դիրքորոշում։ Ասում եմ, երբ որ կառավարությունը կայացրել է որոշում, նվիրատվության պայմանագիր չի կնքվել։ Այն դեպքում, երբ որ իրավահարաբերության պահին գործող քաղաքացիական օրենսգրքով պետական իրավասու մարմինների կողմից կայացված ակտերը, թվում նաեւ ենթաօրենսդրական ակտերն ու կառավարության որոշումները հիմք են սեփականության իրավունքի պետական գրանցման համար։ Այսինքն կադաստրը կատարել է գրանցում։ Ես անգամ չեմ խոսում այդ ժամկետը բաց թողելուց, այդ ակտը վիճարկելու ժամկետը բաց։ Ակտը վիճարկելու ժամկետը ընդամենը 1 ամիս է։ Բայց տեսեք, քանի տարի անց վիճարկում են սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Հիմա այս դիրքորոշումները ես դատարանի ներկայացնելու հնարավորությունից զրկում եմ, եւ դատարանը այնպես չի որ չի հասկանում այս դիրքորոշումները, այնուամենայնիվ դատարանը ազատում է վճռով իմ դիրքորոշմանը գնահատական տալու իր պարտականությունից։ Այ եթե ես այս դիրքորոշումը գրեի դատարանին, ես մեծ հաճույքով կտեսնեի, թե դատարանը իմ դիրքորոշմանը ինչ գնահատական է տալիս։ Բայց այս պահին, քանի որ մենք երրորդ անձ չենք եւ մենք մեր դիրքորոշումը չենք կարողանում ներկայացնել, դատարանը նաեւ պարտականություն չի կրելու այս հարցերին պատասխանել։ Հստակեցնենք 2025-ի հուլիսից մեկնարկած պրոցեսի մասն է, չէ՞։ Այո։ Եվ Հայաստանի Հանրապետությունում շատ են կառույցները, շինությունները, որոնք պատկանում են օրինակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը որպես սուբյեկտ։ Սա միակ այդպիսի օրինակն է եւ միակն է։ Այո։ Դուք ո՞րն եք ակնկալում լավագույն լուծումը, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքականությանը մենք ծանոթ ենք ու տեսել ենք, որ ի սկզբանե մերժում է Լեռնային Ղարաբաղի սուբյեկտայնությունը, չեն ցանկանում եւ այդպես էլ արտահայտել են, ասել են գոյություն չունի, անգամ ես հիշեցնեմ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը 2024 սեպտեմբերին, երբ վստահեցրել է, որ այդ շենքի մասն էլ պետք է վերանայենք, այս շենքի նկատի ունենալով։ Հիմա դուք ո՞րն եք համարում լավագույն լուծումը, եթե Հայաստանի Հանրապետության որդեգրած նոր քաղաքականությամբ, նոր սկզբունքներով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չեն իդենտիֆիկացնում որպես սուբյեկտ։ Տեսեք, մենք ունենք օրինակ 2022 թվականի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված փաստաթուղթ, որով նշվում է, որ Արցախի ներկայացությունը Հայաստանի Հանրապետությունում գրանցված է որպես դիվանագիտական մարմին։ Արցախի Հանրապետության պաշտոնատար անձին կրում էին եւ շարունակում են կրել դիվանագիտական անձնագրեր։ Արցախի Հանրապետության պաշտոնատար անձանց պատկանող մեքենաներին տալիս էին դիվանագիտական համարանիշներ։ Բացի այդ, օրինակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով, ես ամենա հիշարժան իմ համար ակտը վկայակոչեմ, պետական բյուջեի մասին օրենքով հստակ նշված է, որ օրինակ Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության տրամադրում է բարկ։
Այսինքն այդ պետական բյուջեով կարգավորող հարաբերությունները։ Բացի այդ գործում է հանձնաժողով, որը ընդ որում այդ Արցախի եւ Հայաստանի ազգային ժողովների մասին է խոսքը գնում, ընդ որում հանձնաժողովի նախագահը հանդիսանում հենց նույն ինքը Ալեն Սիմոնյանը։ Նույն ինքը կրկնում եմ Ալեն Սիմոնյանը։ Էլ ես չեմ խոսում անգամ վկայականում տեղ գտած, եթե լավ, այդպիսի սուբյեկտ չկա։ Վկայականում ինչու եք նշել Լեռնային Ղարաբաղ Հանրապետության կառավարություն։ Որ պահից է որոշվել, որ այդպիսի սուբյեկտ չկա։ Եթե 2023 թվականի սեպտեմբերից հետո այդ հարցին եւս կպատասխանեն։ Բայց մինչև 2023 թվականի սեպտեմբերի եթե ընդունում էիք դա, ինչպես է ստացվում, որ հիմա չեք ընդունում։ Այ ինչ չասեք նախագահի հրամանագիրը, որովհետև դատան արձանագրեց արդեն, որ այդ հրամանագիրը առ ոչինչ է։ Այ ինչ է փոխվել, իսկ դա անչափ հետաքրքրում է պետության կողմից վարվող քաղաքականությունը, թե ինչ։ Բայց այդ համատեքստում ես կկիսվեմ նաև իմ կարծիքով։ Առհասարակ մեզ արցախցիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհամարելու պետության քաղաքականությունը ըստ իս պայմանավորված է հետևյալով։ Հայաստանը Արցախը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս եւ նշում է ընդ որում մինչեւ 2023 թվականի սեպտեմբերի 19 անգամ Պրահայում հայտարարություն հստակ տվեցին եւ ճանաչեցին որպես տարածքային ամբողջականության մաս։ Եթե Հայաստանը արցախցիներին ճանաչի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, լուրջ խնդրի առջև կկանգնի միջազգային ատյաններում, որովհետև Ադրբեջանը այդ ժամանակ կարող է անգամ հայց ներկայացնել ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարության, նշելով, որ եթե դուք ընդունում եք, որ ձեր քաղաքացիներն էին, բայց զուգահեռ ընդունում եք, որ Արցախ կազմել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, ապա դուք ընդունում եք, որ ձեր քաղաքացիները ապօրինի գտնվել են Ադրբեջանում եւ օգտվել օրինակ օգտակար հանածոներից եւ այլն եւ այլն։ Այսպիսի գործողություններից խուսափելու նպատակով է, բայց սրա մասին պետք է մտածել եւ հասկանալ դեռևս համապատասխան հայտարարությունները կատարելիս Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականություն կամ ինչպես իրենք են նշում Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս կազմելիս։ Հիմա ինչ ակնկալումներ ունեմ ես ակնկալում եմ, որ արդարադատություն տեղի կունենա։ Որն է լավագույն լուծումը այս փուլում, եթե քաղաքականություն պետության էսա չեն ընդունում Լեռնային Ղարաբաղի պետության գոյությունը։ Ախր դատարանի գործունեությունը կապված չէ պետության քաղաքականության հետ։ Դատարանը արդարադատություն իրականացնող մարմին է եւ դատարանը կարող է կայացնել վճիռ, որ բխում է օրենքներից եւ սահմանադրություններից, ոչ թե պետության կողմից վարվող քաղաքականությունից։ Շատ մի հարց էլ արդյոք այս որոշումը, որը ասենք հավանական ամենաբացասական սցենարով գնանք, մերժումը, որ չկա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն չեն իդենտիֆիկացնում, կարող է ազդել եւ նախադեպ դառնալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն բոլոր քաղաքացիների համար, որոնք ունեն խնդիրներ, այո, նաեւ Արցախի Հանրապետությունում, էլի ապացուցելու, որ այս տունը իրենն է, շենքը իրենն է, կարող են ուղղում տալ Հայաստանի Հանրապետության այս նախադեպային որոշման եւ ասեն չենք իդենտիֆիկացնում, այդպիսի հանրապետություն չի եղել, դուք ոչ միայն այդ ես վկայակոչեմ նաեւ որոշման այլ ցավալի հետևանքներ հնարավոր որոշման։ Նախ ես շատ մեծ եւ խորը ցավ եմ ապրում, որ դատարանները եւս առաջնորդում են պետության քաղաքականությամբ։ Այն դեպքում, երբ որ դատարանը արդարադատություն իրականացնող մարմին է, ես այդպիսի եզրահանգում եմ կատարում հենց այսպիսի դատական ակտեր ուսումնասիրելով։ Բայց մենք ունենք նաեւ դատարաններ, որոնք այլն են արձանագրում։ Օրինակ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը իր մեկ դատական ակտով մերժել է Արցախի Հանրապետության դատական ակտի ճանաչումը, նշելով, որ այդ ակտը ճանաչման կարիք չունի, համարելով այդ ակտը ներպետական ակտ։ Այ օրինակ սա իմ համար շատ կարևոր արձանագրում է, որը կատարվել է Հայաստանի, որ չի դիտարկել որպես հոտաերկրադատական ակտ, եւ ասել է այդ ակտը արդեն կայացված է եւ ընդհանրապես կատարման ենթակա է։ Հիմա եթե դուք Արցախ հանրապետության սուբյեկտայնությունը չեք ընդունում, մոտ գիտեք ինչքան տրամաբանական եւ բազում հարցեր է առաջանում։ Ներկայումս գիտեք քանի անձ է ազատազրկված եւ իր ազատազրկման պատիժը կրում Հայաստանի Հանրապետությունում Արցախ հանրապետության դատական ակտերի հիման վրա։ Արցախի Հանրապետության դատական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետությունում իրենց պատիժ, բայց այդ մարդիկ այստեղ պատիժը կրելու ստացվում է, որ անօրինական պատիժ են կրում։ Երկրորդ, շարունակեմ։ Երկրորդ, գիտեք Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունում քանի արցախցի դատավոր է պաշտոնավարել։ Միջև 2000 անգամ 24 թվականը, 23 թվականից հետո։ Ես հիմա դատավորների տվյալները չեմ մեջբերի, բայց գիտեք քանի դատավոր է պաշտոնավարել։ Բայց եթե նրանք քաղաքացիություն չունեն, ինչ է ստացվում։ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով եւ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայության մասին օրենքով էլ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայության հետ թվում նաեւ դատավորի պաշտոն կարող է զբաղեցնել բացառապես Հայաստանի քաղաքացի։ Ինչ է ստացվում, անօրինական դատական ակտերին կայացում է դատավորների կողմից, այդ քննիչների եւ դատախազների կողմից, ովքեր Արցախի Հանրապետության քաղաքացիություն ունեին բացարձակապես։ Այսինքն Հայաստանի քաղաքացիներ չէին ըստ պետության կողմից արտահայտված դիրքորոշման։
Այս սրանք հետևանքներ են, որոնց մասին չեմ մտածում։ Սրանք լուրջ հետևանքներ են, որոնց մասին չեմ մտածում։ Եվ այս որոշումը հետագայում նաև Արցախյան հանրապետության սուբյեկտայնության չընդունումը շատ ծանր ու անդառնալի հետևանքներ է առաջացնելու։ Շատ ծանր ու անդառնալի հետևանքներ է առաջացնելու։ Այդ թվում նաև միջազգայնացիաների։ Արցախյան հանրապետության սուբյեկտայնության չընդունման պարագայում ու չնայած պետությունը արդեն միջազգայնացիաներից հետ է կանչում արցախցիների վերաբերյալ դատական ակտերը, բայց այնուամենայնիվ այդ դատական ակտերի հիմքում կարող է տրվել այսպիսի որոշումներ, եւ Ադրբեջանը կարող է հողում կատարել այսպիսի որոշումների։ Սա ճակերտներում միգուցե իրենք փորձեն ներկայացնել կամ հիմնավորել որպես խաղաղության գործընթաց, բայց ինչ ասեմ, եթե խաղաղության գործընթացը Արցախի հանրապետության ներկայացության շենքը Ադրբեջանի դրամատիկական թատրոնի վերածելու գործողությունն է, ապա թող այդպես լինի։ Ես հիշեցնում եմ, որ այս շենքը ժամանակին հանդիսանում էր, այս շենքը, որտեղ մենք ներկայումս գտնվում ենք, ես հրապարակել եմ անգամի մեջում լուսանկարը, ժամանակին հանդիսացել է Ադրբեջանի դրամատիկական թատրոն։ Երևանում, ինչպես իրենք են նշում, Երևանում Ադրբեջանի դրամատիկական թատրոնի մշտական տեղակայման վայր։ Եվ Ադրբեջանի հանրապետության նախագահը շատ մեծ շուկով նշել է Ադրբեջանի հանրապետության անգամ օր է հրապարակ, օր է սահմանել եւ նշել են Երևանում Ադրբեջանի դրամատիկական թատրոնի, եթե չեմ սխալվում, 120-ամյակը, որին հաջորդել է ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունները եւ ՀԱ ծառայությունը, ազգային անվտանգության ծառայությունը համապատասխան զեկուցագիր է ներկայացրել դատախազությանը, որի հիման վրա էլ հայց է ներկայացվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։ Իրազունք գույքը ընդհանրապես գոյություն ունենալ չի կարող։ Ցանկացած գույք ունի պետք իրավ։ Ունի ավտոմեքենա, երախոս, Մենք ասենք երեք անձներ գրավելու բոլոր բաները մերժել են։ Այդ դեպքում ում է համարում սեփականատանը։ Այդ նույն հարցը մենք ենք տալիս։ Այդ նույն հարցը մենք ենք դատարանի տալիս։ Այո, հարցը դա, բայց դատարանը պետք է բոլորը ձեռում իր այսպես ասած կարծիքը ներկայացնի դատականության խոսքում։ Լավ, եթե այս սուբյեկտը տերը չէ, սեփականատեր չէ, այդ դեպքում ում, սա ինչ է, իրազում գույք են, անտերի գույք են։ Տեսեք, իրենք հայց չեն ներկայացել գույքը տիրազուրկ ճանաչելու եւ դա տիրապետողի սեփականության հանձնելու, չնայած այդ դեպքում անհրաժեշտ է կներեք, չնայած այդ դեպքում անհրաժեշտ է նաեւ ձեռքբերման վաղեմության նախապայմաններ, բայց այնուամենայնիվ հիմա որոշակիորեն իրավաբանական տիրույթ մտանք, իսկ ձեր ասածը, որ դատանը պետք է որևիցե ձև պատճառաբանի, այդ նույն հարցը, այդ նույն մտահոգությունները իմ մոտ կա։ Այ օրինական դատական ակտով, այո, դատանը ի վերջո անգամ միջնորդության կարիքն է բացակայում, դատանը պետք է որոշի ում է սեփականազրկում։ Ախր հայցա ներկայացված է Հայաստանի, տեսեք, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը անդեպ Հայաստանի Հանրապետության կադաստրի։ Իր երկու պետական մարմինները իրար հետ վիճում են։ Գլխավոր դատախազությունը անդեպ կադաստրի։ Վիճում են ոչ թե կադաստրի գույքի շուրջ, այլ վիճում են մեզ պատկանող գույքի շուրջ, բայց մեզ մասնակից չեն դարձնում եւ մեզ չեն լսում։ Հա, վարչական դատավարությունը նախատեսում է, որ հայց ներկայացումը պետք է։ Մենք չենք ասում, մենք գործով պետք է ներկայացնենք որպես պատասխանող, որովհետեւ մենք չունենք այդ իրավական հնար, բայց մեր սեփականազրկման հարցն է քննարկում։ Մենք պետք է լսված լինենք, մենք պետք է մեր դիրքորոշումները ներկայացնենք, մենք պետք է դատական ակտի մեր անհամաձայնությունը արտահայտելու հնարավորություն ունենանք։ Լավ, եթե գտնում ես կառավարությունը չի, ով է գրանցված իրավատերի, իրան էլ ներգրավի, ես հստակ դատարանին այդ խնդրանքը գրել եմ։ Ասել եմ, դուք էքս օֆիցիո, դուք ի պաշտոնե գործի քննություն եք իրականացնում։ Հա, վարչական դատարանը երրորդ անձա ներգրավում անձի համապատասխան դիմումի հիման վրա, բայց վարչական դատարանը զրկված չի նաև իր նախաձեռնությամբ գործող մասնակից դարձնել։ Ի վերջո ում է սեփականազրկում, այդ մարդին երրորդ անձ դարձրել, այդ անձին երրորդ անձ դարձրել։ Չի դարձնում եւ չդարձնելու պատճառը այս դատական ակտը սրանով վերջնականապես հարցի լուծումն է։ Մայիսի 22-ին կայացվեց, հունիսի 23-ին մտավ ուժի մեջ, վերջ էր մենք որևէ գործողություն չենք կարողանալու կատարել։ Բայց եթե պայմանական մենք լինեինք երրորդ անձ, մենք կարող ենք այդ դատական ակտը բողոքարկել, օրինակ վարչական դատանը, վերջական վերաքննիչ դատանը իր հաջորդի որոշումը կայացվել 27 կամ 28 թվականին։ Էլ ես չեմ խոսում Ուջրաբեկ դատարանի մասին։ Եվ մեր նպատակը երրորդ անձներ գրավելու, ձեզ բաց բոլորին ասեմ, ես այնպես չի, որ Զարիկյանից ակնկալում եմ, որ ինքը կայացնելու է հայցը մերժելու վերաբերյալ վճիռ։ Կարծում եմ, ես այսպես եմ գնահատում, որ մինչև հիմա իր արտահայտած դիրքորոշումները արդեն իսկ վկայում են իր իմ կարծիքով կանխակալ լինելու մասին եւ կայացվելու է հայցը բավարարելու վերաբերյալ դատա, որովհետեւ դու իրավասուբյեկտությունը չես ընդունում գրանցված իրավատիրոջը, դու ոնց կարող է այդ հայցը մերժես։
երբ որ դատախազությունը իր հայցը հիմնավորում է նաև Արցախի իրավասուբյեկտայնության բացակայության, բայց դու արդեն միջանկյալ դատական ակտով դրան տալիս ես գնահատական։ Ինչևէ, մեր նպատակը այն է, որ գոնե այս դատական ակտը բողոքարկենք, միգուցե քանի որ հետագան կախված է պետության կողմից վարվող քաղաքականությունից, միգուցե հաջորդ իշխանությունը այս նույն քաղաքականությունը չի վարի եւ դատախազությունը կհրաժարվի իր հայցից։ Բայց այս հնարավորություն, այսքան իրանք են շատ լավ գիտակցում եւ հասկանում։ Եվ դրա համար մայիսի 22-ի վճիռը իրենք նախատեսում են, որ ուժի մեջ է մտնելու հունիսի 23-ին։ Եվ դրա հիման վրա արդեն այս պետական գրանցումը համավեր համարվելով Արցախի բոլոր ներկայացուցիչներին դուրս են բերելու տարածքից։ Իհարկե մենք դրա հակակայլերը ունենք, մենք արդեն ունենք մտածված մարտավարություն, ես շտապում եմ իրենց հուսահատել, մենք ունենք նաև գրանցված իրավատեր, ով որ այս գույքի անհատույց օգտագործողն է հանդիսանում, խոսքը վերաբերում է Fides Universal վարկային կազմակերպությանը, որ ժամանակին գրանցվել է այստեղ որպես գույքը օգտագործող եւ իրանց արդեն Զարիկյանը ստիպված Դատավոր Զարիկյանը ստիպված երրորդ անձներ գրավել է եւ իրենց անունից մենք մեր դիրքորոշումներն էլ կներկայացնենք, բողոքարկման իրավունքից էլ կօգտվենք, բայց փաստը մնում է փաստ, որ կոնկրետ իրավատերը Արցախ հանրապետությունը զրկված է դիրքորոշում ներկայացնելու եւ փաստաթղթեր ներկայացնելու հնարավորությունից։ Ոչ, այս գործի շրջանակներում չէր, բայց վստահեցնում եմ, որ այդ քննչական գործողությունների շարժառիթը բխում էր նաև այս գործի շրջանակներից։ Այդ հիբրիդային պատերազմի մասին է խոսում, այդ նույն հիբրիդային պատերազմ, իհարկե, Արցախ հանրապետության սահմանադրության օրվա արդիվ կազմակերպված նիստից հետո, անմիջապես հետո տեղի ունենում այսպիսի գործոց, ձեր կարծիքով սա պատահականություն է, կամ երբ որ Արցախ հանրապետության նախագահը լրատվամիջոցներին ճեպազորույց է տալիս Դատանի շենքյան անմիջապես արչևի հատվածում 20 րոպե հետո քննչական կոմիտեից նրան հրավիրում են Սարգիս Գալստանյանի գործով հարցաքննության։ Կադաստրը որևէ դիրքորոշում ընդհանրապես չի ներկայացրել։ Կներեք, ոչ թե Սարգիս Գալստանյանի գործով էին կանչել հարցաքննության, այլ Բագրատ arczepiskopos Գալստանյանի գործով էին կանչել հարցաքննության։ Ընդ որում ներկայացության շենքում տեղի ունեցող իրադարձություններն էլ պայմանավորել են, ես այս մասին արդեն նախապես հայտարարել էի, միջև համապատասխան տեղեկությունների հրապարակման արգելք ստանալը, բայց այնուամենայնիվ քրեական վարույթը կարծում եմ արդեն բոլորդ էլ տեղյակ եք, որ այդ նույն քրեական վարույթի շրջանակներում այս խոզարկությունը իրականացվել, որ տարվում է Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Ես այսպեսի մի հաստամ, ինչպես ուզում եք պատասխանեք, Դատավոր Զարիկյանը Ադրբեջանի դրամատիկական թատրոնին է պատկերացնում որպես սեփականատեր։ Ես չեմ կարող այդ կապակցության որևէ դիրքորոշում արտահայտել, ինչ ասեմ, այդ մարդը Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի նորանշանակ նախագահն է։ Դատավոր Զարիկյանը հանդիսանում է վարչական դատարանի նորանշանակ նախագահ, ընդ որում ես մի ստատիստիկան վիճակագրություն եւս հրապարակեմ, հիմնականում արցախցիների կողմից վարչական դատարան ներկայացված հայցերը մեծամասամբ մերժման են արժանանում հենց Դատավոր Զարիկյանի կողմից։ Այսինքն, եթե 10 հայցից, չգիտեմ, 6-ը մերժում է արցախցիների, այդ 6-ից 5-ի նախագահ ու Դատավոր Զարիկյանն է։ Իրականում ինչպես է որոշում, թե ինչպես պետք է որոշվի։ Ընդհանրապես ինչպես պետք է որոշվի։ Այդ հարցը ճիշտ կլինի Դատավոր Զարիկյանի տակ եւ ինքը ինձ թվում է անկեղծ կասի ինչպես է որոշում։ Ինքը հանդիսանում է, կրկնում եմ, վարչական դատարանի նախագահ։ Վարչական դատարանի նախագահը հենց ինքն է հանդիսանում։ Օրենքով ինչպես պետք է որոշվի, այլ հարց է, ինչպես է իրականում որոշում։ Ես կարող եք նաեւ գրավոր հարցում ուղարկել վարչական դատարանի նախագահին կամ դատական դեպարտամենտին եւ տեսնել օրենքով ինչպես է որոշում կամ իրականում ինչպես է որոշում։ Շատ լավ կլիներ, երբ որ օրենքով եւ իրականում որոշվածը լիներ նույնանման, բայց ես այս կապակցությամբ դիրքորոշում չեմ արտահայտի։ Եվ կաշկանդված եմ նաեւ վարքագծի կանոններով եւ հնարավոր քրեաիրավական հետևանքների վրա հասնելու մտավախությամբ, ուստի փորձում եմ լինել հնարավորինս զուսպ այդ մասով։
Ամեն դեպքում նշեցիք, որ մայիսի 22-ին հրապարակվելու է պետական ակտը։ Մինչև մայիսի 22-ը երրորդ կողմ չներգրավելու դեպքում ինչ է կանելու, որովհետեւ կարող է կանխել, որովհետեւ որոշումից հետո արդյոք հնարավոր է կանխել։ Ես նշեցի, որ Ֆիդես ունիվերսալ վարկային կազմակերպությունը այստեղ գրանցված իրավատեր է եւ պատկերացնում եք Ֆիդեսի ներգրավում են որպես երրորդ անձ, էլի Ֆիդեսի ներկայացուցիչը եւս ես եմ։ Ֆիդեսի ներգրավում են որպես երրորդ անձ, քանի որ Ֆիդեսը Հայաստանի կազմակերպություն է, այսինքն ինքը կենտրոնական բանկից լիցենզիա ստացել է որպես իր հավանական անձ գրանցվել է Հայաստան։ Ֆիդեսի ներգրավում են, բայց գրանցված իրավատիրոջը չեն ներգրավում։ Բա լավ, Ֆիդեսը ումից է այդ գույք անհատույց օգտագործման իրավունքով վերցրել։ Կամ Ֆիդեսի սեփականության իրավունքի պետական գրանցման հիմքը ո՞րն է։ Արցախ հանրապետության եւ Ֆիդեսի միջեւ կնքված գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը։ Ես մեր դիրքորոշումները ներկայացնելու եմ հենց Ֆիդեսի անունից եւ փորձելու եմ Արցախ հանրապետության շահերը պաշտպանել, ստիպված եմ լինելու փորձել հենց միջնորդավորված կամ ոչ ուղղակի եղանակով։ Ես ստիպված եմ լինելու այդ գործողությունը ձեռնարկել։ Իհարկե։ Մեկ էլ մի բան է ճշտի կադաստրի կոմիտեի հետ գրանցվել 2007 թվականին։ Տեսեք, կադաստրում մի քանի գրանցում է կատարվել 2000 այս պայդուրության վիճարկում 2007-ի մարտի ակտը, ինչու որովհետև գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքը 2006 թվականն այնտեղ միջև այդ չէր գործում, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենք չէր գործում, եւ կառավարության որոշումը ինքնին համարվում էր, այսպես ասած, սեփականությունը հավաստող փաստաթուղթ, անգամ իրավարաբերության պահին գործող օրենսդրությամբ այնտեղ դրանք ավելի բարձր իրավաբանական ուժ ունեին, քան թե պայմանագրերը, ու կան որոշակի հիմքեր, որոնք չեն պահանջում, օրինակ դրանից չի արտացոլում նվիրատվության պայմանագիր կնքելու պարտադիր այստեղ քաղաքապետարանը ընդհանրապես ըստ իրենց ինչ պետք է լինի, քաղաքապետարանը եւ Արցախ հանրապետությունը պետք է կնքեին նվիրատվության պայմանագիր, որ ըստ իրենց չի կնքվել։ Բայց գիտեք, չէ, Երևանի քաղաքապետարանի կայքն էին այո, մինչև հիմա Արցախի ներկայացուցչության շենքը նշվում է այդտեղ, որպես հեսա իրանց Երևանի քաղաքապետարանի կայք։ Անգամ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում եթե նայեք Արցախ հանրապետության գրեթե բոլոր մարմինները, անգամ օրինակ Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմը, մինչև հիմա գրանցված է իրանց էջում։ Ես ավելին ասեմ, հիմա ես ձեզ որոշակի տեղեկություններ էլ հրապարակեմ։ Արցախ հանրապետության ներդրումային հիմնադրամի հետ կապված։ Դուք տեղյակ եք, որ Արցախ բանկ փակbaşնետիրական ընկերության բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է, խոսքը վերաբերում է 45-ից ավելի տոկոսների մասին, պատկանում է ներդրումային հիմնադրամին։ Կամ ներդրումային հիմնադրամում կան ահռելի թվերի հասնող միջոցներ, որոնք այս պայդրությամբ սառեցված են։ Հիմա հարց առաջանում է Արցախ բանկի բաժնետոմսերի հարցը ինչպես է լուծվելու։ Ներդրումային հիմնադրամը Հայաստանում չի կարողանում գրանցվել որպես սուբյեկտ, որովհետև երբ որ օրենք ընդունեցին եւ հետագայում երկարաձգեցին մինչև դեկտեմբերի 1-ը կամ 31-ը չեմ հիշում, ըստ որի իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետությունը պետք է վերագրանցում ստանան, բացառություն կատարեցին այն իրավաբանական անձանց, որոնք հիմնադրվել են պետության կամ պետության կողմից հիմնադրված իրավաբանական անձանց կողմից։ Հիմա Արցախ բանկի բաժնետոմսերը ինչ ճակատագրի է արժանանալու դա խոսքը պատկերացնում եք ինչ թվերի մասին է։ Կամ Արցախի ընդհանրապես սառեցված միջոցների ինչ ճակատագրի են արժանանալու։ Այս միջոցները եթե այս միջոցներով կարելի է երևի մի փոքրիկ Արցախ կառուցել Հայաստանի Հանրապետությունում, բայց այս միջոցները չեն տալիս, դրա փոխարեն ինչ որ 40+10 էին տալիս, հետո հետագայում 10, 30, մեքենայի տարեթիվ եւ այլն։ Դե բայց միջև հիմա եկեք մի արձանագրենք մի կարևոր հանգամանք եւս էլի բոլոր քաղաքական հետապնդումները, որոնք տարվել են արցախցիների նկատմամբ, ի վերջո վախճանվել են։ Ոչ իրենց օգտին։ Օրինակ Ստեփանակերտի քաղաքապետը արդարացվեց, հավաքանու բոլոր անդամներն արդարացվեցին։ Այնքան բազմից Աշոտ Դանիելյանը, այս նախագահի, այո, ոչ, խոսքը վերաբերվում է Տիկնապային, օգնականի, ում նկատմամբ տանում էին քրեական հետապնդում, ինչ որ մտածածին շարժարիթներով, ինչ եղավ այդ քրեական հետապնդումը, կամ այլ քրեական վարույթներ, որոնք նախաձեռնվել են Արցախ հանրապետության պաշտոնատար անձանց նկատմամբ։ Առհասարակ դատախազությունը իրավական շահագրգռվածություն այս հայցում չունի։ Ես այնքան դիրքորոշումներ եմ ներկայացրել, որ շատ կուզենայի, որ դատավոր Զարիկյանը դրանց որևիցե ձև արձագանքեր եւ պատասխաներ։ Բայց ինչ ասեմ,
հիմնավոր է համարվել ավելի քան 15 տարվա դատարան դիմելու ժամկետի բաց թողումը։ Այստեղ խոսքը հայցային վաղեմության մասին չէ, սա խոսքը դատարան դիմելու ժամկետի մասին է։ Սա այնպես չի, որ պետք է միջնորդես հայցային վաղեմություն կիրառվի, չէ, սա կոնկրետ օրենքով նախատեսված է դատարան դիմելու ժամ։ Հիմա եթե ես ցանկանամ քաղաքապետարանի մի ակտ վիճարկեմ, որի ժամկետը բաց թողած լինեմ 2 օրով, այլ հիվանդության տեղեկանք ներկայացնեմ, այլ ես մեկը ներկայացնեմ, մեկը ներկայացնեմ, կասեն ժամկետը բաց ես թողել։ 15 տարվա ժամկետի բաց թողումը է հարկերի համարել։ Քանի որ ուսումնասիրությունը միգուցե իրականացրել ազգային ըստ դատարանի պարզաբանման